Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր երկրպագուներին, բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այսօր էլ մեզ հետ են և դիտում են մեր հերթական թողարկումը։ Պիտի ասեմ, որ այսօր մենք հերթական ուղիղ կապն ենք հաստատել Մոսկվայի հետ, ուր մեր զրուցակիցը ձեզ բոլորիդ քաջածանոթ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, համահայկական ճակատշարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Մենք իհարկե շատ թեմաներ ենք ձեզ հետ արծածում, բայց այսօր մեր զրույցը ուզում եմ սկսենք մի այսպիսի հարցով։ Տեսեք, դուք որպես կադրային զինվորական լավ գիտեք, որ գաղտնի փաստաթղթերը թշնամուն տրամադրելը, թողնելը դա իսկապես դավաճանություն է։ Եվ այդ ամենը այսօր օգտագործվում է հայ գերիների դեմ։ Այդ մասին դուք դեռ հայտարարություն եք արել, եթե չեմ սխալվում, ու պիտի ասեմ, որ այդ հայտարարությունը այդպես էլ անհետևանք մնաց, չգիտես ինչու։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Բաքվի դատական նիստին հրապարակվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գաղտնի փաստաթղթեր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի և այդ կառույցների ղեկավարների գաղտնի հրամաններում, որոնցով մարտական խնդիրներ են առաջադրվել Արցախի պաշտպանության բանակին։ Ինչպես կմեկնաբանեք այս փաստը, ինչպես է պատահել, որ նման գաղտնի փաստաթղթերը հայտնվել են թշնամու տրամադրության տակ։ Ճիշտ եք ասում, սրանից առժամանակ առաջ ասեցի, որ գաղտնի փաստաթղթերը հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում։ Ինչի այդպես ասեցի։ Եթե հիշում եք այդ իմ ելույթի ժամանակ, ես ասացի, որ երբ որ ադրբեջանցիները 23 թվականին արդեն մտան Արցախ, բոլորը ղեկավարությունը թողեց փախավ և գաղտնի մասի փաստաթղթերը ընկան ադրբեջանցիների ձեռքը, դա Արցախի գաղտնի մասի, Արցախի բանակի գաղտնի մասի փաստաթղթերն էր, զորամասերի գաղտնի մասի փաստաթղթերը, ոչ մեկ ոչ ոչնչացվեցին, ոչ հանվեցին։ Այսօր ինձ ասում են, որ ազգային անվտանգության ծառայությունը մտել է պաշտպանության նախարարության գաղտնի մասերն է ստուգում։ Ինչի համար եք ստուգում։ Ազգային անվտանգության ծառայությունը չի կատարել իր պարտականությունները։ Իրենք էին պարտավոր հետևել փաստաթղթերի ոչնչացմանը Արցախում։ Եվ ամենացավալին նա է, որ ուրեմն քրեական գործերը Արցախից հանե բերել են Հայաստան, և այդ քրեական գործերով մինչև այսօր մարդիկ են դատվում կամ դատական պրոցես է եթում, բայց գաղտնի փաստաթղթերը, հուշ գաղտնի փաստաթղթերը ամբողջը թողել են հակառակորդին։ Հիմա եկել եք ում եք ման գալի, գալիս եք մի ենթասպայի վրա ջարդեք ու այդ ենթասպային ինչ-որ բանում մեղադրեք։ Այդքան ծառայություններ կար Արցախում, ազգային անվտանգության ծառայություն, չգիտեմ, ռազմական ոստիկանություն և այլ, և այլ, և այլ, և այլ։ Եվ կար հրամաններ, ինչ պետք է աներ փաստաթղթերի մասով։ Եվ առաջնահերթ էր այդ փաստաթղթերը հանել կամ ոչնչացնել, նոր թողել դուրս գալ։ Մի երկրի ղեկավարությունը մեղավոր ում աման գալի, ասում եմ, տանելու են ջարդեն մի հատ ենթասպայի վրա։ Ու ասեմ, սրանով չի պրծնելու, որ Բաքուն հայտարարել է դա դատարանում և իր օֆիցիալ կայքերում դա հրապարակել է։ Այս բոլոր մարդիկ, ում ստորագրությամբ գաղտնի փաստաթղթերը այսօր այդ գաղտնի փաստաթղթերի մասով այդ հրամանները հայտնվել են Ադրբեջանի ձեռքում, գալու է ժամանակ, և ես գիտեմ, որ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանում այդ հրամանատարների մասով, և գալու է ժամանակ, որ Ադրբեջանը պահանջելու է այդ մարդկանց, ով որ այդ հրամանները ստորագրել է,
Եվ վստահ եմ, որ եթե մեր երկրի ղեկավարությունը մնաց այսօրվա այդ քները, ես վստահ եմ, որ իրանք կարող է հանձնեն այդ մարդկանց Ադրբեջանին։ Ամբողջ process-ը գնում է դրան։ Այն դեպքում, որ ամբողջ ծառայությունները այսօր ընկած քաղաքական գործիչներին են փորձում դատել, փորձում բռնել, այսօր ասում են քահանաների են ձերբակալ է, նրա համար, որ ինչ որ մեկը ընդ քահանանից ասել է իրեն պարտադրել են, որ ինքը գնա անպայման քվեարկի եսի մնչի բանով։ Բա այդ ձևի ձեզնից սկսեք։ Հազարավոր փաստեր կա, որ այսօրվա քները մտնում են ու մարդկանց պարտադրում են։ Պարտադրում են, որ գնան իրենց օգտին, շանտաժ են անում, կաշառում են, եւ այլ, եւ այլ, եւ այլ։ Բայց ձեր վրա քրեական գործառույթ է, գնացել եք այդ տերտերներից ինչ եք ուզում։ Ուզում եմ ասեմ, որ երկրում չկա գործող համակարգ։ Այդպես էլ երկրում չի ստեղծվել պետական կառույցներ, որոնք պետք է կատարեն իրենց պարտականությունները։ Իսկ եթե իրենց ամբողջ գործունեությունը կապված է նրա հետ, որ այսօրվա ղեկավարին պահեն իրեն պաշտոնին, դա երկիր չի դառնա։ Դրա համար գաղտնի փաստաթղթերն են հայտնվում Ադրբեջանում, մեր ընդեղի զենքերն են թողել ադրբեջանցիներին, գաղտնի կոմպյուտերների մեջ այդ սերվերներն են թողել, որի մեջ լիքը գաղտնիություն կար։ Բոլոր ոլորտներով, բոլոր փաստաթղթերը թողել են ադրբեջանցին։ Ընկե այսօր ինչ եք ստուգում, ինչ գաղտնի մաս է։ Պարոն գեներալ, Արչևում մեզ սպասում են վաղարշապատի համայնքային այսպես ասած ընտրությունները, որը շատ կարևոր է իհարկե։ Ես ուզում եմ հարցնել, համահայկական ճակատ շարժումը մասնակցելու է այդ ընտրություններին, եթե այո, ապա ինչ ձևաչափով։ Պարոն Ղուշյան, այդ ընտրություններին մասնակցելու է համահայկական ճակատ կուսակցությունը եւ դրա մասին հայտարարությունը կա։ Ի տարբերություն մյուս մասնակցողների, մեր ցուցակում հիմնականում զինվորականներ են ներկայացված, որոնք քաղաքականության հետ անցյալում համարյա կապ չեն ունեցել, ոչ թե համարյա չեն ունեցել, զինվորական են եղել։ Պատվով ծառայել են Արցախում, տարիներ շարունակ։ Եկել են Արցախից հետո զորացրվել են եւ այսօր որոշել են, որ հենց այդ զինվորականների արդեն սպայական կազմի միջոցով եւ այն մարդկանց միջոցով, ով որ զորացրված է, այսօր մտնեն այդ ընտրությունների մեջ։ Ի վերջո, առաջի պատերազմում զինվորականներն են հաղթել։ 16 թվականին զինվորականներն են կանգնեցրել հակառակորդին։ Միշտ, եթե պետք է եղե, անհրաժեշտություն է եղել երկրում կարգ ու կանոն հաստատել, դա էլ են զինվորականները արել իրենց մասնակցությամբ։ Եվ այսօր էլ եկել է ժամանակը, որ զինվորականները երկրիրը հանեն այդ վիճակից։ Որտեվ միակ մասնագիտությունը դա զինվորականի մասնագիտությունն է, որտեղ ինքը երդվում է, որ իր կյանքը պատրաստ է նվիրի հայրենիքին։ Ուրիշ այդպիսի մասնագիտություն գոյություն չունի։ Եվ միայն զինվորականը, որը որ եկել է մարտի դաշտից, դիրքերից, յուրահատուկ ձևի է սիրում իր հայրենիքը։ Եվ հավատացեք, առաջնագծում ավելի լավ ես պատկերացնում ինչ է հայրենիքը եւ ինչ է պետք է այդ հայրենիքի համար անել, որ այդ հայրենիքը ծաղկի եւ զարգանա եւ լինի անվտանգ։ Ես ուզում եմ, որ մեր էջմիածինցիները ընտրելուց անպայման հաշվի առնեն միայն ու միայն այն հանգամանքը, որ իրանք որպես քաղաքացի պարտավոր են կատարել ազնիվ ընտրություն, չհրապուրվեն տարբեր առաջարկների։ Այդ դեպքում ոչ միայն Էջմիածինում, այլ Հայաստանում կստեղծվի մի իրավիճակ, որ թափթփուկները չեն գա իշխանության։
Հասկանում եք, անգրագետները չեն գա իշխանության։ Իրենք իրենց հələ միջի հիմա թազա են համարում։ Իրենք 8-րդ տարին է արդեն իշխանության են։ Իրենք արդեն անենց են հնացած։ Հիմա ինչ էլ խոսք տան 8 տարի էջմիածնում ինչ են արել։ Ինչ սոցիալական հարց են լուծել մեր Վաղարշապատի այդ ժողովրդի համար։ Ինչ են լուծել գյուղացիների համար։ Ինչ խնդիրներ են ծրագրավորել եւ ինչ խնդիրների լուծում են տվել։ Ընտրությունների գնում են նրա համար, որ գան պաշտոնի, որ ինչ որ իրանց դիրքերը ամրապնդեն տարբեր ոլորտներում։ Երկրի մասին մտածողները ցավոք սրտի մատերի վրա կարելի է հաշվել։ Ես առաջարկում եմ բոլորին համահայկական ճակատ կուսակցությունը ոչ մեկի հետ չկա, ոչ հիների հետ, ոչ թազա հիների հետ, ոչ մեկի հետ։ Մենք մտնում ենք, կուսակցությունը մտնում է մենակ եւ իրենք կազմում են համահայկական ճակատ շարժման մաս, այդ մասով մենք մասնակցում ենք ընտրությունների, ճիշտ է, ես անձամբ չեմ մասնակցում, բայց կուսակցության անդամները որոշում են կայացրել, որ պետք է մասնակցեն։ Եվ մեր կոչը վասն հայրենաց ուժ զարգացում եւ արդարություն։ Պարոն գեներալ, դուք հավանաբար նկատել եք, որ Փաշինյանին ծաղրուծանակի են ենթարկում ոչ միայն անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարները, այն ամենի համար, ինչը նա ընդգծված այսպես ծառայում է Բաքվին, այլ նաև պիտի ասեմ, որ ծաղրում է անգամ ինքն իրեն, Թրամփի հետ ամեն անգամ հանդիպելուց ասում է, փորձում է հիշեցնել Միացյալ Նահանգների նախագահին, թե որ երկրի ղեկավարն է ինքը։ Չգիտեմ, սա ինչի մասին է վկայում։ Այ ձեր կարծիքով սա ինչից է գալիս։ Անթասիբ մարդը, երբ որ ընկնում է ուժեղների, այսպես թիմ, միշտ պետքա հիշեցնի, որ ինքը ով է։ Դա դրա մասին է խոսում։ Եթե երկիրը կզած է, ահա որ կզած վիճակում է։ Ինչի է գնում այդ նիստերին մարդ չի հասկանում։ Ամոթ էլ չի անում։ Ու անգելա այդ կներեք Ադրբեջանի նախագահի հետևից շողքի նման մանա գալի։ Ինչի համար։ Ու ես ասել եմ, ինքը ուներ շանս ընտրել խայտարակությունը եւ պատերազմը։ Կասեի թասիբը, ինքը ընտրել է խայտարակությունը։ Պատերազմը կստանա հետո։ Իսկ թասիբ տենց էլ ձեռք չի բերի։ Պարոն գեներալ, ի վերջո այսօր ինչ արտաքին քաղաքականություն է վարում մեր իշխանությունը, այդ մասին ինչ կարող եք ասել։ Մենք երբևիցե չենք համաձայնվի սահմանադրությունը փոխենք, նոր ձև են ասում, Ադրբեջանի պահանջով, բայց մենք փոխում ենք։ Դոս ինչ ասում, ասում մենք չենք անում իրենց ասածը, բայց իրականում անում է։ Երկրորդը, ասում է, որ գիտեք ասում է, մենք երբևիցե կարիդոր չենք համաձայնվի, որ կարիդորը, ասենք, լինի այն ձևով, ոնց որ Ադրբեջանն է ուզում։ Բայց իրականությունը ուրիշ բան են անում։ Եթե արտաքին քաղաքականությունը կազմված անում են նրա համար, վարում են նրա համար, որ մարդը պահի իր աթոռը, անխուսափելի է պետականության վախճանը։ Ինքը տեսնում է, որ ժողովրդի դուրը չի գալի։ Արցախի հանձնումը, Արարատի վերաբերվող մեր սիմվոլների հանձնումը, դա էլ է հանձնում։ Եղերնու վերաբերմունքի փոփոխությունը։ Ժողովրդի դուրը չի գալի։ Ժողովրդի դուրը չի գալի,
որ մենք պետք է սահմանադրություն փոխենք, ինչա դա Ալիևի դուրը չի գալի։ Իրենք սկսում են դրա տակ հարմարվել։ Ու ամեն անգամ դրսում հանդիպելով Ալիևին ինքը փորձում է համոզի, որ արի սուս մնա, կընտրվեմ 26 թվականին, հետո ինչ կուզես կանեմ։ Էտա մոտեցումը։ Հասկանում եք։ Մենք հայ ժողովուրդ ենք։ Մենք ցավոք սրտի պատմության մեջ իրոք ունեցել ենք իրենց նման դավաճաններ, բայց թող նայեն այդ դավաճանները ոնց են վերջացրել։ Ոչ մեկ չի հիշում, որ երբ որ տեղի ունեցավ 100 տարի առաջ, մի քիչ ավել, Եղերնուն վերաբերվող տրիբունալը, այդ տրիբունալի մեջ, այդ ցուցակի մեջ միայն թուրքեր չկային, այնտեղ եւ հայեր կային, դավաճաններ։ Թող ոչ մեկ դա չմոռանա։ Տրիբունալը աշխատում է այստեղ։ Որոշումը ինչ չեն տվել, ես չգիտեմ ինչ են որոշել։ Այս անգամ իրենց որոշումը գաղտնի է։ Ինչ են որոշել, չգիտեմ, ես փորձեցի իմանամ, ինչ չասեցին։ Կարծում եմ, որ իրենք անպայման պատժվելու են, ուրիշ տարբերակ չունեն։ Ես կողմնակից եմ, որ օրենքի սահմանում պատժվեն։ Բայց թող հիշեն հայ ազգը ինչ է։ Եվ հայ ազգի մեջ ինչքան հայրենասեր մարդիկ կան, որոնք ոչնչի առջև չեն կանգնե։ Եվ արդարության թուրը անպայման իջնելու է իրենց գլխին։ Ես նորից եմ կրկնում։ Ես կողմնակից չեմ, ես կողմնակից եմ օրենքի սահմանում ցուցադրական դրանց կանգնեցնել եւ դատել։ Որտեւ իրենց արածները մեր պատմության մեջ յուրահատուկ է։ Ու իրենք մեր պատմության մեջ մնալու են որպես Ք, չբացեմ այդ Ք-տառը։ Մենք գալու ենք իշխանության, մենք ապահովելու ենք արտաքին անվտանգությունը, բոլորը գիտեն, որ ես դա կարող եմ անել։ Մենք ապահովելու ենք ներքին անվտանգությունը, քաղաքացու, բոլորը գիտեն, որ մենք դա կարելու ենք անենք։ Մենք ապահովելու ենք արդարությունը, որ ամեն հայ քաղաքացի ազատ շնչի եւ կարողանա ազատ խոսի իր հայրենիքում։ Եվ մենք ապահովելու ենք տնտեսական զարգացում։ Մենք չենք զբաղվելու նրանով, որ ընտրություններից առաջ գնանք ասֆալտ փռենք, որ մեզ ընտրեն։ Այն ինչ որ հիմա անում են Էջմիածնում։ Ասում են մի քանի ճանապարհ ասֆալտել են։ Մենք դες բաներով չենք զբաղվելու։ Ես կոչ եմ անում մեր ժողովրդին միանալ մեզ եւ մենք պայքարելու ենք, քանի որ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ ազգեր, որոնք հանձնվում են, վերանում են։ Շնորհակալություն, պարոն Ղուշյան, ուրախ էի ձեզ տեսնելու։ Ես էլ պարոն Կարապետյան, շնորհակալ եմ մեր այսօրվա զրույցի համար, ինչպես ասում են, մինչ նոր հանդիպում Փակ TV եթերում, ձեզ մաղթում եմ ամենայն բարին, այնպես որ կապը մենք ձեզ հետ պահելու ենք եւ սիրելի բարեկամներ, հիշեք, որ այսօրվա մեր զրուցակիցը համահայկական ճակատշարժման առաջնորդ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էր։ Այսօր այսքանը, ցտեսություն։